Վադևցես, վերջերս Ֆրանսիայի հանրահայտ The Voice նախագծում հայ երիտասարդը կատարեց դլեյաման երգը, որը հուզեց թե ժյուրի անդամներին, թե հանդիսատեսին։ Այդ երևույթը ոչ միայն հիշեցրեց երգի գեղեցկությունը, այլ նաև բարձրացրեց կարևոր հարց. Ինչ խորքային նշանակություն ունի դլեյամանը հայ ժողովրդի կյանքում։ Այս եւ այլ թեմաների շուրջ ուզում ենք զրուցել Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրամյանի հետ։ Վադևցես, պարոն նախագահ։ Բարև։ Մենք գիտենք, որ երգի անվանումը թուրքերեն ծագում ունի։ Կարող եք ներկայացնել։ Դլեյամանը ոչ մի ցեղով թուրքերեն ծագում չունի։ Դլեյամանը Արևմտյան Հայաստանի սարերի երգն է, որ երկու օքին մեկը մյուսին գսիրե եւ մեկը իրեն սիրտի ցավերը կներկայացնե դլեյամանով։ Եվ դլեյամանին մեջ նշված է օրինակ արևը, դեպավ, մասիսարը, ինչ կապ ունի թուրքերենին հետ։ Ճիշտ ասած, թարգմանությամբ նայել եմ, ես էլ եմ ինքս ուսումնասիրել, դելի բառից է գալիս դլեյաման, ըստ իմ տարբերակի, ըստ բառարանի, որը նշանակում է խենթ, եւ yaman նշանակում է դժբախտ, ծանր։ Հասկանաք, հիմա դելի Հիմա գրնաբադայ որ թուրքերենի մեջ խենթ կնշանակե, բայց մեր հայերենի եւ մեր բարբարի մեջ սիրտ կնշանակե։ Ադորամար հիմա գրնանք օրինակ ֆրանսերենը գցեն նավիգասիոն, բայց նավը հայերենն է։ Իմի նավիգասիոն անոնքալ օրտակորզեցին նավի բարը, որովհետեւ ֆրանսերեն բառը ըստիածեն։ Իմի մենք պիտի այստեղ ճիշտ հասկանանք, որ մենք ենք փնիկները, մենք ենք մեր ցայներով են, որ անոնք ըստիածեցին իրենց լեզուն թուրքերեն, թուրքերը թողալան, կամ ուրիշները թողալան։ Հիմա թուրքերենի մեջ շատ հայկական բառեր կան, որ նույնիսկ գտնաբադայել, որ ուրիշ նշանակություն ունին։ Հիմա ադորամար, երբ կխոսենք հիմա արև դեպավ մասիս սարի։ Հիմա ինչ կնենք հիմա։ Մասիս բառը հանենք դլեյամանի։ Որովհետև կասկնակ այդպես վիճակը կստիածվի Արևելյան Հայաստանում, որ մեկ-մեկատ մտածված քայլերով արժեքները կհանենք։ Արև տպավ մասիսարի կնշանակե ինչ։ Կնշանակե, որ ջերմություն մը եկավ։ Մասիսարը, որ սարած սար է, ջերմություն եկավ մասիսարի, ջերմություն եկավ իմ սիրտիս։ Եվ այդ ամեն ինչը, այդ երգը, որ Արևմտյան Հայաստանի երգ է, հիմա նույնիսկ Բերդիկ Ալբերտը ինքը չի պատկերացնում ճիշտ իմ կարծիքով, այդ երգի խորությունը ինքը շատ լավ երգեց, ուժեղ երգեց եւ իրեն վիբրացիան դարածվեցավ ոչ մինակ հայերու մեջ, դարածվեցավ օդարներու մեջ եւ այստեղ է մեր իսկական ախտանակը։ Բայց եթե ջերմություն չկար երգի մեջ, եթե երգից կհանենք, այդպես գնենք, որ երգը արդեն սարած մնա, այդ երգը իրեն վիբրացիան չի տարածվելու, ինչպես որ տարածվեց անցյալական։ Ադորամար մենք պիտի հաշվի առնենք, որ հայկական հավանություններուն մեջ ոչ մի բան արհեստական կամ ցևական չէ։ Ամեն ինչ հոր մտածված է սիրտի վրա, դակությունի վրա, ջերմության վրա։ Եթե մենք գհանենք այդ ջերմությունը, գհանենք մեր մասիսարը, գհանենք, գոչիչացնենք, գվնասենք մեր հայերու ցեղասպանության ամառերը, ասենք նշանակի որ առանց հոգի կթողնենք մեր մարմինը։ Այդպես կուզենք, ասենք ուշամարիրի մեջ
հայկական հոգի չի գա, հայ հոգի չի գա, եւ մենք այդպես մեր ճարտարապետները այդպես խելացի են, որ պիտի կան տոպիկարի հետ եւ պիտի ջարդեն մեր ուշամարիրը, կամ պիտի մասով քարերը հանեն, դեղադրեն, աշվեն, թիվերով ամեն ինչով, որպեսզի վերագայնման ժամանակ արդեն դեսքը պաշտպանված լա։ Նույնպես Դլիամանը իմա գույմա չեն կոդրելու, բայց եթե մասիս սարը հանում եք Դլիամանի, իրեն համը հանում եք, իրեն ջերմությունը հանում եք, եւ Դլիամանը չի ունենալու այդ աստեդությունը, որ աշխարհի վրա, ինչպես որ ունեցավ Ալբերտի եւ Պատրիկ Ֆիորի ցայներով։ Ադորամար ես կուզեի, որ ճիշտ հասկանանք ինչ կնշանակե հայկական մշակույթը, հայկական ավանդույթները։ Մենք ունենք այդ հնարավորություն եւ խնդիր չունենք մենք խնդիր չունենք, Արևմտյան Հայաստանի հայերը խնդիր չունին, որ Արևելյան Հայաստանի հայերը օգտվեն մեր ջերմությունի, մեր ժառանգության, մեր սիրտի, մեր ցավերի։ Մենք խնդիր չունենք, բայց ինչու պետք է այստեղ ստեղծվի արհեստական հայկականությունը։ Ամեն ինչ պիտի արհեստական դառնա, մինչև մեր ուշամարիրը այդքան արժեք չունի, որ պիտի մենք գոդրենք, վնասենք մեր զոհերի իշադակի ամարիրը, ադորամար մենք այստեղ պետք է փոխենք, մենք ունենք այդքան արժեքներ, որ այդ արժեքները կրնանք դարազել ամբողջ աշխարհի վրա, եւ բոլորը պատրաստ են Դլիաման երգելու, եթե այդ սիրտը, այդ ջերմությունը կարողանանք, ինչպես որ Ալբերտ ըրավ, կարողանանք լուսապանել աշխարհի վրա։ Լուսապանությունը շատ կարևոր է այստեղ, որովհետև այդ նորեն գսեմ, արևը տպավ Մասիս սարը, ամեն մեկը Մասիս սար ենք, ամեն մեկը Մասիս սարի զավակ ենք, արևը ուժ կուտա մեզի, որպեսզի մենք կարողանանք ապրենք, ուժեղանանք, առաջ գնանք, ձեր դունին մեջ արևը պետք ունիք, գրնակ ասել, չէ լույսը կսպասեմ, աղոտ կնեմ, որպեսզի լույսը իմ վրաս գա, բայց առանց աղոտքով ալ գրնաս լույսը բադմանը պանաս եւ լույսը դունիդ մեջ կրնա մտնի։ Ադորամար այդպես չնենք, կտեսնամ, որ արհեստական հայություն մգուզեք ստեղծվել Արևելյան Հայաստանում, այդ արհեստական հայությունը փուչիկ պիտի լա, եւ այդ փուչիկը ոչ մեկը չի պիտի սիրե, որովհետև իսկական մշակույթը, Արևմտյան Հայաստանի մշակույթը, որ այստեղ նորեն ալ գա իմա, այդ իսկական մշակույթն է, որ պիտի օգնե մեզի մյուս բերություններու հետ համագործակցել, մյուս բերությունների հետ զարգանալ, ուժեղանալ։ Եթե Արևելյան Հայաստանի համը գհանեք, համ չի լինելու այստեղ։ Բայց ես կտեսնամ, որ այդպես ռազմավարություն կա, մասով, ինչ որ Արևմտյան Հայաստանի մնացած համերը, որ կան այստեղ, կփորձեք ոչնչացնել։ Սա ցեղասպանության շարունակությունն է, որովհետև ցեղասպանությունը մենակ ֆիզիկական ցեղասպանություն չէ, իրականության
ցեղասպանություն կատարելու համար պետք է նախագիծ ունենաս եւ ծրագիր ունենաս։ Վերջը պետք է համապատասխան ֆինանսական հնարավորություններ ունենաս, որովհետեւ կարողանաս քու ստեղծված զորքերը, բանակները, անցակործները խրգել ժողովրդի վրա եւ գոդորել ինչպես որ Աբդուլհամիդ II-ը ստեղծել է ամիդյան գունդերը։ Բայց սա սկիզբն է ցեղասպանության։ Ցեղասպանություն շարունակությունը է, որ արհեստական սահման է ստեղծում արևմտյան եւ արևելյան Հայաստանի միջև։ Արհեստական սահման է ստեղծում մեր փնիկ աշխարհը ուզեք քիսել։ Այս փնիկ աշխարհը քիսելով, իշքան ուզում եք քիսեք, ինքը գոյություն ունի։ Գտեսնամ, որ քաղաքագետներ կան այստեղ նստած, որ գսեն, որ իմ հայրենիքս արևմտյան Հայաստանը Թուրքիանն է։ Գիտեք, մենք երբեք ձեզի այդքան չի վիրավորեցինք, ասելով, որ արևելյան Հայաստանը Ռուսաստանն է կամ ուրիշ բանն է։ Երբեք մենք չի վիրավորեցինք Արցախի հայերը, ասելով, որ Արցախը Ադրբեջանն է։ Ադորամար, այո, գփորձեք գոդրել մեր միասնությունը, բայց այդ միասնությունը դլեյամանը ցույց տվավ ձեզի, չեք կրնար գոդրել։ Լավ, մասիս փարը հանեցեք դլեյամանի մեջ։ Ինչ պիտի փոխվի։ Կգարձեք, որ շատ բան պիտի փոխվի, այո, պիտի փոխվի, որովհետև այդ ջերմությունը, որ ունենք, ովևէ մասը պիտի կտրեք։ Բայց չեք աչողվելու, որովհետև մենք արևմտյան Հայաստանից ավելի ըզոր ենք մեր մշակույթով, մեր ժառանգությունով, մեր ավանդույթներով, քան թե այստեղի արհեստական ստեղծված արհեստական կյանքի հետ, որ ոչ մի կապ չունի արևմտյան Հայաստանի արժեքների հետ։ Շնորհակալ եմ, մի փոքր թեմայից շեղվեցինք, հիմա մի հատ վերադառնանք նախագծում ելույթ ունեցող մեր հայ երիտասարդին։ Այսպիսի մի հարց էի ուզում ձեզ տալ։ Դուք ասեցիք Դլեյամանի մեկնաբանությունը թարգմանեցիք արևմտահայերենով։ Կարող եք կոնկրետացնել վերջնական ոնց կարելի է թարգմանել արևելահայերեն Դլեյաման բառակապակցությունը։ Ինչպես որ թարգմանեցի արևելահայերենով, կրնակ թարգմանել արևելահայերեն։ Երկու բառակապակցությամբ կարող եք ասել։ Սիրտս կցավի։ Դլեյաման։ Yaman ցավ մնե որ գահայդարարես օգնած ես գիտեք ինչ գայդա կրկիր հայերենին մեջ շատ անգամ ժեստներ կան եւ մարմինն ալ գաշխատի եւ գխոսիս որ կսես հայ ենք կնշանակի որ դու չես ասել հայ ենք, դարբերություն կա, շունշը կա, հիմա բզդիկը Ալբերտը, որ երկեց, ինքը այդպես շունշ դրավ Դլեյամանին մեջ, որ այդ շունշն է, որ այդ ջերմությունն է, որ տարածվեցավ եւ հայերի մոտ, եւ հոդարներու մոտ։ ಅದೊಂದು գիտեք գրնանք ամեն Դլեյամանի երկին մեջ ամեն մեկ թող իրեն նշանակությունը ունի, որովհետև ոչ երբ կխոսենք սիրարվածների երկմն է, մինակ էմոցիոնալ բանը չէ, այստեղ մենք չմտածենք, որ մինակ էմոցիոնալ է, որովհետև հայկականության մեջ եւ հայերենին մեջ մարմինը եւ շունշը եւ լեզուն միացված են։ Ապի տեսեք, բայց եթե այդպես է, մեր լեզուն շատ էմոցիոնալ լեզու է։ Չէ, երգը
մինակ էմոցիոնալ չէ։ Երգը վիբրացիա մնե, այդ վիբրացիան մնե, որ պետք է անցնի եւ պետք է դուք ընդունեք կամ չընդունեք։ Եվ այդ վիբրացիան ձեզի ուժ կուտա։ Մինակ էմոցիոնալ հարց չէ։ Երգերով կրնանք բուժել մարդիկները։ Հիվանդները կրնանք բուժել երգերով։ Դլեամանով կրնանք բուժել մարդիկները։ Մեզ դիգին մբերեք 90 տարեկան, 100 տարեկան եւ երգեք դլեամանը իրեն մեջ առողջություն մկուկա, ուժ մկուկա։ Մի մտածեք, որ մինակ փողն է կամ դոլարն է, որ պիտի բուժե մեզի։ Մենք ունենք հadouk ավանդույթները մեզի բուժելու եւ երգը ցայնը եւ հայերենը ատկանիշները ունի հայերենը, որբեսի մենք ավելի ուժեղ եւ ավելի լավ զգանք։ Իսկ ըստ ձեզ, ինչու դլեյամանը հատկապես Սփյուռքում այդքան հուզական ազդեցություն ունի։ Սփյուռքում, այսինքն Հայաստանից դուրս։ Չէ, Հայաստանի դուրս գա Եվրոպա, գա Ամերիկա։ Սփյուռքում։ Բայց Սփյուռքը բեդություն չէ, նույնիսկ մագի անդամ չէ, չեք գտնելու Սփյուռքը ես չեմ գիտեր ինչ է իրականության։ Այսինքն Հայաստանից դուրս, ավելի հուզականության։ Հայաստանից, որ Հայաստանից, որովհետև ես Արևմտյան Հայաստանից եմ, այստեղի ժողովուրդը իմ Սփյուռքն են, գուզեմ հասկանամ Սփյուռքը բառը։ Ասենք թե Երևանի այսօր ապրող հայերը Սփյուռքից են, եթե ես Արևմտյան Հայաստանից եմ։ Իմ Սփյուռքս որտեղ է։ Ձեր Սփյուռքի մասին չէ խոսքը, պարոն նախագահ, ես նկատի ունեմ Հայաստանը, դիտարկում է Սփյուռք, դրսում ապրող։ Հիմա Արցախի հայերը Սփյուռքի ժողովուրդ են կամ չէ։ Սխալ հասկացողություն կա Սփյուռքի մեջ։ Արցախի հայերը Սփյուռք չեն, Արևմտյան Հայաստանի հայերը Սփյուռք չեն, Արևելյան Հայաստանի հայերը Սփյուռք չեն, կամ բոլորը Սփյուռք ենք։ Դուք ալ այստեղ Սփյուռք եք, որովհետև անոնք որ եկան Արևմտյան Հայաստանից, իրենց խողի վրա չեն ապրելու։ Այստեղ մենք ուրիշ ձևով ներկայացնենք մեր ազգը։ Դուրսի ապրող հայը հայ է, ներսի ապրող հայը հայ է, ներսը որն է, հիմա մեր քաղաքացիները եւ մեր հայրենակիցները, որ Արևմտյան Հայաստանի մեջ գաբրին հիմա, Սփյուռք են, հարց եմ տալիս։ Մենք դիտարկում ենք Հայաստանից, Արևելյան Հայաստանից, Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայերի Սփյուռքա հայեր։ Ատկան սահմանաբեկեցիք մեր հեությունը եւ մեր ինքնությունը։ Ասենք թե այսօր Մարտինի, Վանի եւ Բիթլիսի կամ Գարինի ապրող հայերը դարձան Սփյուռք կամ Ստեփանագերտի հիմա չի գա։ Չէ, այստեղ այդպես շարունակելով ինչ կկատարվի։ Այդպես շարունակելով իրականության դուք ալ Սփյուռք եք, որովհետև Արևմտյան Հայաստան չեք ապրելու մեզի համար։ Եվ այդպես շարունակելով հայը հայի մեջ կամ հայը Հայաստանի մեջ կարող Սփյուռք լա։ Ձեր Հայաստանը, ձեր գոչված Հայաստանը չէ։ Ձեր գոչված Հայաստանը արհեստական մի Հայաստան մնե, արհեստական, քեմալիստներու կողմից, բոլշևիկներու կողմից բաժնված եւ մեկ հատ գդոր մնեք այսօր, այդ գդորը ամեն ինչ կնեք նորեն գդորելու համար,
գդրելու համար, ինչպես որ գդրեցիք Քիրանցի օրինակ Տաուշի շրջանում, ինչպես որ գդրեցիք Սևձովը, ինչպես որ նոր գդրեցիք Սյունիքի դարածքը, այսինքն գդրելով հիմա Մեղրի ապրող հայը սփյուռք դարձավ, Քիրանցի ապրող հայը արդեն սփյուռք չկրնա դառնալ ձեզ համար, որովհետև արդեն հայ չի մնաց մյուս մասերը, որ անձնվել են Ադրբեջան։ Իսկ օրինակ Ֆրանսիայում ապրող հայերը սփյուռք են մեզ համար։ Չէ, Ֆրանսիայի հայո ապրել իրականության հայրունով Արմենիան Հայաստանի հայ են, հայրունով Արմենիան Հայաստանի հայ են սփյուռք չեն, անոնք ոչ ունին երգիրը, ունին մշակույթը դլեյաման եւ պիտի անդրադառնանք ձեր հարցի, ունին լեզուն արմենիա հայերենը, ունին հայրենիքը, որ բռնագրված է եւ օկուպացված է Թուրքիո կողմեն, ունին ժառանգությունը, որ թուրքերը կփորձեն արդեն 100 տարի քանդել, գոդրել, ջարդել եւ նորեն գա, չէ, սփյուռք չեն, անոնք այրունով Արմենիան Հայաստանի քաղաքացի են եւ պարտականություններ ունին եւ պատասխանատվություններ ունին Արմենիան Հայաստանի պահպանելու համար։ Անշուշտ դաստիարակության խնդիրներ կան այստեղ, որովհետեւ Արմենիան Հայաստանը չունի համապատասխան դպրոցներ, համալսարաններ մեր ժողովուրդը դաստիարակելու համար, դակ բայելու համար այդ գիտությունը եւ գիտակցությունը։ Անդրադառնալով ինչպես եղավ, որ մեր հայությունը Արմենիան Հայաստանի ներսից եւ դուրսից այդպես գզգա դալի յամանը, որովհետեւ իրեն մեջ այդ իշխողությունը գա, այդ ցավերը, սիրտի ցավերը կան դալի յաման եւ կան եւ մնացին եւ ադամենինչի իման վրա է ստեղծված մի հիգնությունը Արմենիան Հայաստանի հայության հիգնությունը եւ այդ հիգնությունը Երևան մինակ չի կրնա ոչիչացնել, չի ստեղծելու, չի ստացվելու որևէ ցևով, ինչպես որ չի կրնալ ոչիչացնել Արցախի հայության հիգնությունը, հոր նստած է մեր գենետիկին մեջ եւ եթե հոր նստած է մինակ մեկա ցև ունիկ, մեկա ցև կա գոդրելու ադիկնությունը, ցեղասպանություն պիտի ընեք մեզի, ուրիշ ցև չկա, պետք է երրորդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ ցեղասպանություն ընեք, որովհետեւ կարողանաք վերջնականապես գոդրել մեզի, բայց այստեղ չի աչողվելու, գցեն չեք աչողվելու մեզի Արմենիան Հայաստանի հայության ոչիչացնել, չի լինելու, բարապ գրիվ մնե, Մասիսը հանելը, ու շամարիրը վնասեր գոդրելը, թքել Արմենիան Հայաստանի վրա, խախտել եւ ժխտել մեր ցեղասպանությունը, ադամեն ինչը, բարավ է, չեք կարող, այդ ուժը չունիք, թուրքերը չունեցան, ադրբեջանցիները չունեցան, ինչպես կրնա պատահել, որ այստեղի մի քանի իշխանությունները այդպես երազ ունին, այդ երազը չի իրականացնելու, մեզի ոչ մեկը չի կրնա ոչիչացնել։ Կուզեի իմանալ, Արևմտյան Հայաստանի կառավարությունը նախատեսում է մշակութային նախաձեռնություններ, որպեսզի Լեյամանը եւ նմանատիպ երգեր ներկայացվեն միջազգային հարթակներում։ Այո, սա շատ կարևոր հարց մտվի։ Մենք պետք է այդ պատասխանատվությունը վերջնապես
գերեվա, որ պետք է մեր վրան վերցնենք, որովհետև այստեղի գերեվա, որ այստեղի կառավարության ջուղերը արդեն հրաժարվեցին։ Գտեսնանք ինչպես կպատկերացնեն դասավանդներ նույնիսկ հայերեն լեզուն, քիրքերը ինչպես նոր քիրքերը կպատրաստեն եւ կտեսնանք ինչպես ուղղագի կամ անուղղագի ձևով նույնիսկ քիրքերի ձևերը Մեսոպ Մաշտոցի նկարները կհանեն կամ ուրիշ ձևով կուզենան, կուզենասեմ կտեսնանք, որ պետք է մեզի հետ կապված Արևմտյան Հայաստանին հետ, ինչ որ կապված է Արևմտյան Հայաստանին հետ, անշուշտ մեր կառավարությունը պետք է սպառվի, պետք է ունենք նախարարությունը, բայց պետք է ավելի հնարավորություն ստանա, անշուշտ մենք այստեղ կխոսենք նյութական հնարավորություն ստանա, որպեսզի կարողանանք եւ պահպանել եւ զարգացնել Արևմտյան Հայաստանի մշակույթը։ Շատ լուրջ աշխատանք ունենք այդ կողմեն դանելու, շատ ուրախ կլամ, եթե կան, որ շատ ավելի դակրկվեն մեր մշակույթի եւ ինչպես պահպանենք մեր մշակույթը, ընդհանրապես ոչ միայն պահպանել, ցույց տալ մշակույթի տեսակները, որ նույնիսկ չեն երևում իմագույմա։ Շատ բաները, շատ իշքան որ գծարայեմ Արևմտյան Հայաստանի համար, իշքան կբացահայտեմ հատուկ եւ մշակույթին մեջ եւ գիտության մեջ հատուկ կետերը, որ շատ հետաքրքիր են մեզի համար, եթե այստեղի հայությունը չեն ուզում պահպանել այդ գիտությունը, այդ մշակույթը, այդ ժառանգությունը, որ գա, եւ կուզեն հեռանալ մեր բնորանից եւ կուզեն հեռանալ մեր իսկականությանից, մենք ագարակ ցևով պետք է մեր այս օրագարկը բռնենք եւ տանենք։ Ադոր համար Արևմտյան Հայաստանը օրագարկը եւ Արևելյան Հայաստանը կամ այստեղի Երևանյան Հայաստանի օրագարկը շատ տարբեր են։ Նույն օրագարկով չենք շարժվելու։ Եվ անշուշտ կտեսնանք, որ զիջումներ կան Երևանյան Հայաստանի կողմից, շատ զիջումներ կան կապված հայկականության հետ, եւ այդ զիջումները կտեսնանք, որ մասով պիտի շարունակվեն։ Մենք ստիպված ենք Արևմտյան, ոչ մինակ մեզի համար, ամբողջ հայության համար ստիպված ենք պահպանենք իսկական Հայաստանը, այդ Հայաստանը, որ մենք մեր սիրտի մեջ գոյություն ունի այսօր։ Եվ վերջում, ինչը ուղերձ կցանկանայիք հղել հայ երիտասարդությանը, ինչպես պետք է նրանք ընկալեն եւ փոխանցեն Դլեյամանը սերնդե սերունդ։ Դլեյամանը սիրով փոխանցենք։ Եթե արհեստական աշխարհին մեջ կուզեք շարժվել եւ զարգանալ եւ ապրել, պիտի ապրեք ինչպես։ Պիտի ավելի նյութաբաշտ լաք եւ սիրտը չի պիտի զգաք, ջերմությունը չի պիտի զգաք։ Գան հիմա շատ նույնիսկ Ամերիկայում շատ դեղեր թաղամասեր կան, որ կտեսնանք երիտասարդները նարկոտիկի մեջ ինչպես կապրեն, կտեսնանք երիտասարդությունները շաքարով, ուդելով, ինչպես կչաղանան, ինչպես կիվանտանան, կտեսնանք, որ այս աշխարհը հայության հետ ոչ մի կապ չունի։ Մենք Դլեյամանը գոքնե մեզի առողջանալու, Դլեյամանը գոքնե մեզի մեր արմատները գոքնեն մեզի մեր մարմինը ամենեն լավ ներկայացնելու, որպեսզի մենք կարողանանք մեր հայկականությունը աշխարհի վրա եւ աշխարհի դիմաց պահպանենք։ Սա ապրելակերպն է։ Եթե
գերանակ դլեի գմտնեք ուրիշ տեսակ ապրելակերպի մեջ եւ այդ ապրելակերպը որ ուրիշ տեղերը կան նայեցեք ինչպես դժվարության մեջ կապրին երիտասարդություն դլեյամանը սիրտի ուժն է եւ եթե մենք գերանանք այդ սիրտի ուժի սիրտը ինչ է մեր մոտ սիրտը ով կներկայացնի սիրտը Անահիտն է մեր մոտ մեր մարմինին մեջ Անահիտն է որ կներկայացնի սիրտը ուժը սիրտի ուժը Անահիտի ուժն է հիմա մենք շարունակենք այստեղ ես կրնամ հասկանամ որ երիտասարդները շատ կապված են նյութական աշխարհից շատ կրնամ հասկանամ եւ կմտածեն որ մինակ նյութական է առանց հասկանալ որ կյանքը նյութական չէ կյանքը կներեք բայց կյանքը ավելի շատ հոգեվոր է քան թե նյութական է նյութականը կյանքի հետևանքն է երբ դուք մինչև որ գծնվեք կյանք ունեցաք եւ 40 շաբթից հետո ծնվեցիք Ադորամար նայեցեք մեր բանակը որ կտեսնամ ինչ փոփոխություններ կներկայացվի բանակին հետ այստեղ ինչու կխոսին բանակի մասին որովհետև ովևէ ցևով մեր բանակի հիմնադիրին մեկը ես եմ եւ ինչ կտեսնամ որ Արցախում փորձեցի ցույց տալ որ բանակի կյանքը ամեն օրվա կյանք մնա ասենք թե բանակը չեն զարայելու 2 տարի, 1.5 տարի, ինչպես որ հիմա նոր օրենքները կուզեն ստեղծել գրջացնել մեր մարդական կյանքը բզդիգությանից կսկսի մինչև վերջ։ Ասենք թե այդպես չէ որ մի բզդիկ ժամանակ մեր կյանքից պիտի դրամադրենք մեր մարդական կյանքից։ Եվ այդ մարդական կյանքը այդպես ուժեղացնել, ասենք թե բայելու ամբողջ կյանքը ունի ապրելակերպի եւ մարզանքի եւ բարաբունքի ցևեր։ Եվ եթե մեր ջահելությունը գասկնա, որ այս ապրելակերպն է, որ մեզի գուժեղացնե եւ մեզի մեր հազգը եւ մեր պետականությունը կզարգացնե եւ կպաշտպանե եւ կզարգացնե անոնք եւ ունենանք մենք այդպես դաստիարակությունը սկիզբեն բզդիկության ժամանակ մինչեւ նույնիսկ 80-90-100 տարվա մենք հասկանանք ինչ է ճիշտը, ինչ է սխալը։ Նորեն գսեմ, բանակի ծառայությունը ինչ կնշանակե, կնշանակե, որ քու ընտանիքդ եւ քու ազգդ պատրաստեց պաշտպանելու։ Քու հայրենիքդ պատրաստեց պաշտպանելու։ Բայց այս դաստիարակություն եւ ակ խաղապարը նորեն գսեմ 2 տարվա ծառայություն չէ։ Սկիզբեն ի վեր։ Վաղոմիսոր շատ պիտի ուտեք։ Կամ գզգակ, որ ուտելիքը վնաս կբերե ձեզի, կամ չեք զգալ։ Եթե չեք զգալ, որ ուտելիքը վնաս պիտի բերե ձեզի, շատ պիտի ուտեք։ Որ շատ պիտի ուտեք, ջնջում պիտի ունենաք, որ ջնջում պիտի ունենաք, տեղերը պիտի խմեք, որ տեղերը պիտի խմեք, ուրիշ վնասները պիտի բերեն տեղերը եւ արդեն ձեր մարմինը նորմալ չի աշխատելու։ Դուք արդեն չեք կրնալ ամեն օրվան նորմալ կյանք ունենալու, որովհետև ադիվանտությունը բռնեց եւ բռնեց ձեզի մինչև վերջ։ Ադորամար մենք ունենք Արմենիան Հայաստանը, Արմենիան Հայաստանի հայությունը, ունենք այդ բոլոր բանալիները եւ մենք պատրաստ ենք Արմենիան Հայաստանի նոր աշխարհը ստեղծել, ուժեղ,
աշխարհը ստեղծեր at ապրելակերպի իման վրա, at սիրտի, at դլեյամանի իման վրա, որբեսի աշխարհի հայությունը ավելի լավ զգա։ Աշխվի առներով, որ բոլորս ցեղասպանությունից զավակներն ենք։ Շնորհակալ եմ։ Հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրն էր Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Կհանդիպենք։